Լավ, սպասի գնամ, կտորը բերեմ։ Ինչ ա եղել։ Քեզ զանգում էին։ Հեռախոսից ձայնը ցածր է։ Դե դու տեսնելով ա։ Էլիզա գրած։ Ասա։ Նորը ինչի զանգերի չես պատասխանում։ Արինեն քեզ է փնտրում։ Հեռախոսը մոտս չէր։ Ո բան չի եղել։ Չէ, ուղղակի քեզ է փնտրում։ Հասկացա, լավ։ Վերջապես նոր։ Աջան, տեղս հարմար չէր, դրա համար չեմ նկատել, ինչ ա եղել։ Կներեմ, եթե թողնես, որ դասարան երեխեքի հետ իջնեմ քաղաք։ Ինչ։ Դե ես քո հարցը ընդունում եմ որպես հարց ու քեզ ներկայացնում եմ իմ ներելու պայմանները։ Ասենք չեմ թողում, հետո։ Ավելի նոր։ Բա այդ ի՞նչ պայմաններ են։ Հա։ Նոր ջան, դասարան երեխեքը իջնում են քաղաք։ Կպտտվենք, հաց կուտենք, ես չեմ ուշանա ու անընդհատ քո հետ կապի մեջ կլինեմ։ Ես արդեն ուրիշ բան։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Բայց նայ, եթե մի անգամ զանգել եմ չես պատասխանել, էլ կյանքում տեղ չեմ գնալու։ Ապրես։ Քրքուրս ա ճուտս, որ ինչ չի գտնում, ամբողջ աշխարհը խարդում է իրար։ Հայրևում է քեզ շատ է սիրում։ Բա ես իրան ինչքան շատ եմ սիրում, կյանքս է, կյանքս։ Փաստորեն ինքն է խնդրել, որ քեզ զանգեն։ Հա։ Ինձ էլ թվաց։ Ինչ թվաց։ Ոչ մի բան։ Բայց ասացիր, որ ինչ-որ բան թվաց։ Չէ, նորը ոչ մի բան։ Ալո։ Բալես չանջատես, լսում ես էլիս։
Խնդրում եմ քեզ չանջատես, պիտի խոսեմ հետդ։ Ես ձեզ շատ եմ կարոտել։ Սիրտս ցավում է, որ հետս չեք խոսում։ Հիմա էլ որ ձայնդ լսում եմ, ձեռքերս դողում են։ Ես չեմ ուզում մտածեք, որ մոռացել եմ ձեզ, թողել գնացել եմ, չէ, բալես, չէ։ Ես հետ եմ գալու։ Մամա, ո՞նց ես գալու։ Դու երեխա ես ունենալու։ Ո՞նց ես գալու։ Ես իմացել եմ, որ դու չես գա։ Մենք գիտենք, որ դու չես գալու։ Կգամ, երդվում եմ։ Ես էլ չեմ կարողանում առանց ձեզ։ Երեխան կծնվի ու կգամ։ Եթե անգամ Արշակը համաձայն չլինի, մեկա ես գալու եմ։ Էլ չեմ դիմանում, էլ չի ստացվում։ Քիչ մնաց, բալես, երեխան կծնվի ու կգամ, խոստանում եմ։ Առանց Արշակի կգամ, մենակ կգամ, բայց կգամ։ Ոնց որ հեքիաթից իրականություն վերադարձած լինեմ։ Որ հեքիաթից։ Ինչպես ցեմենտը դարձավ պատ։ Շատ տարօրինակ պատկերացումներ ունես հեքիաթների մասին։ Դե բայց կարևորը որ քո հետ էի։ Գիտես, այս հեքիաթում դու չար հերոսն էիր։ Ես էլ Փերին էի, հետո այս չար հերոսը այնքան նկատողություն արեց Փերին դարձավ դդում։ Բայց ես ոնց որ բոլոր հեքիաթները խառնում եմ։ Ապրես, որ օգնեցիր։ Ճիշտ է, օգնել է հարաբերական ասված, բայց փորձեցիր ինչ-որ բան անել։ Դե կարևորը ցանկությունն է։ Արդարացրու քեզ։ Նոր բավաղը երբ ես գալու իմ հետևից, երբ ենք դուրս գալու։ Այս մեքենան իմը չի։ Ես վաղը հանձնելու եմ։ Ոնց որ չեմ կարողանալու գնամ քո հետևից։ Իսկ այդ մեզ կխանգարի, որ մենք իրար տեսնենք։ Իմ համար կարևոր չի մեքենան կլինի, թե չէ։ Ես ուզում եմ քեզ տեսնեմ։ Չես ուզում չէ նկատեմ, որ այսօր բանվոր ես աշխատել։ Սկիչր։ Ես ունեմ։ Ոնց որ մաքրվեց։ Դե երևի հոգնած կլինես, գնա տուն հանգստացի։ Լավ, ես գնացի։
Պատմեմ քեզ պատկերացնի ես որտեղ էի ու հիմա իմ հետ ինչա կատարվում։ Այսօր շատ եմ հոգնել։ Ինչի՞։ Դե արևի փորը ցավում էր, նվնվում էր։ Պարզ է։ Բա դու ինչ ես արել այսօր ամբողջ օրը։ Սովորական, ոչ մի արտասովոր բան չի եղել։ Մի տեղ կա շինարարություն եմ անում։ Շինարարություն։ Ինչի զարմացել։ Նորո, այսօր ամբողջ օրը Մագդան տանը չի եղել։ Հուսամ իրար հետ չեք եղել։ Այսինքն, եթե Մագդան տանը չի, նշանակում է իմ հետ է։ Չէ, ուղղակի ուզում եմ հստակ իմանամ, որ իրար հետ չեք եղել։ Մի հարց։ Ինչ ես դու այդ աղջկա կյանքով ապրում։ Չէ։ Ես այդ աղջկա կյանքով չեմ ապրում։ Իմ համար կարևորը, որ ինքը ամբողջ օրը քո հետ եղած չլինի։ Հիմա ում հետ է եղել ու ինչ է արել։ Իմ գործը չի։ Չէ, իմ հետ չի եղել։ Սիրտս հանգստացավ։ Ինչի։ Գիտես ինչի։ Այսօր Մագդան ընկերուհու հետ էր խոսում հեռախոսով։ Ու գիտես ինչ էր ասում։ Ասում էր, որ սիրահարվել է։ Ասում էր, որ կյանքում սենց բան չի զգացել։ Բայց եթե դու չես եղել իր հետ, դա նշանակում է, որ ուրիշ տղայի մասին էր խոսում։ Իսկ իմ սիրտը բնականաբար արդեն ավելի հանգիստ է։ Փաստորեն սիրալվեց է։ Դու ինչի ես ժպտում։ Նորո կարող է իրար հետ եկեղել ուղղակի խաբում ես։ Չէ, ուղղակի ժպտում եմ։ Ասեմ ինչի համար։ Որովհետև վերջապես ազատվեցի քո անիմաստ մեղադրանքներից։ Հա, ես էլ եմ ավելի հանգիստ։ Նոր, բայց մի բան եմ ուզում ասեմ։ Մասա։ Հասմիկի մասին։ Վերջ։ Նոր այդ աղջիկը քեզ սիրում է։ Ես ամեն օր տեսնում ինքը ոնց է տանջվում, հասկանում ես։ Դու չես սիրում այդ աղջկան։
Դե մեղքից զգացումն է մեջդ խոսում, հա? Այսինքն Դե դու շատ լավ հասկացար ինչ նկատի ունեմ։ Դու ես չէ՞ տարել հասպիկին այդ ծնունդին։ Հա ես եմ տարել։ Ինքը մեղավոր չի, Նորո, ես եմ մեղավոր։ Էրս, այդ թեման իմ համար այնքան հին ու անցած է, որ նույնիսկ չեմ ուզում քո հետ վիճեմ։ Նորո, լուրջ չես սիրում Հասմիկին էլ։ Սեն շուտ մոռացար։ Բա ուր մնաց են սերդ։ Անցյալում։ Ու լավ կլինի, որ այս թեմային էլ չանդրադառնանք։ Որովհետև հին է ու անցած։ Ու եթե իրոք շատ ես սիրում ընկերոդ, նենց արա թող մոռանա։ Մագդա, լավ էլի, ասեցի չէ, որ վտանգավոր է, կանգնես։ Բայց տեսար, որ դու ինձ մեկա փրկեցիր։ Բա որ չհասցնեի, հա? Ես չգիտեմ ոնց է ստացվում, բայց դու ինձ միշտ փրկում ես։ Ալո։ Մարև, ես ինչի քննած չես։ Եսի։ Սպասում էի, որ զանգեի բարի գիշեր ասեի։ Դե վատ չէր լինի, որ հատուկ դրա համար զանգեիր։ Տենց հաստատ ինձ ավելի հանգիստ կզգայի։ Լավ դե, բարի գիշեր։ Նոր, քեզ ինչ եղավ։ Ուղղակի զանգել եմ իմ լավ ընկերոջը բարի գիշեր մաղթեմ։ Ինչ-որ վատ բան եմ անում։ Ուղղակի չէի սպասում, որ կզանգես։ Դու սրանից հետո ավելին սպասի։ Կյանքա։ Բարի գիշեր, Նորո։ Բարի գիշեր։ Էս կարող է երազը։ Ոֆ, ոչ էլ երազը։ Տաճան բարի լույս։ Բարև, բալես։ Էլիզա արդեն գնացել է։ Հա, մի 5 րոպե առաջ է դուրս եկել։ Ճուտնել դասի է, չէ։ Չէ, այսօր թող տանը մնա։ Ինչի։ Նորո, Ալինային պետքա բժշկի տանել։ Գիշերն էլի վատացել էր։ Չհասկացա։ Բա ինչի ինձ բան չեք ասել։ Գիտես թե ինձ են ասել։ Ձայները լսեցի, արթնացա։ Հասկացա, բայց ինչ էր եղել, տատ։ Էլի նույնը։ Բարձր ջերմություն, գլխապտույտ, սրտխառնոց։ Ես չեմ հասկանում։ Արինան տանը հաց ուտում, հա։
Ես այդ երեխուն տանը հաց ուտելուց չեմ տեսնում։ Նորո այս ամեն ինչը ինձ շատ է անհանգստացնում։ Ալինան նորմալ հաց է ուտում, սոված չի մնում, բայց այս վիճակը անընդհատ կրկնվում է, ու դա նորմալ չի։ Ես Ալինայի մոտ չեմ ասում, որ չվախենա, բայց այս վիճակը նորմալ չի։ Տատ, դու հաստատ չափազանցնում ես։ Երեխայա նորմալ չի քնում, նորմալ չի սնվում։ Ամբողջ օր այդ հեռախոսի մեջ է, գիտի չեմ նկատում։ Այ որ արտանել էլ շատ լուրջ խոսալու եմ։ Կամ քիչ է օգտագործում։ Կամ այդ հեռախոսի երես էլ չի տեսնելու, վերջ։ Նորո ջան, ավելի լավ է Էլիզի հետ խոսաս ու քեզ մանրամասը ասի, թե գիշերն ինչ ա եղել։ Ես էլ մտա, ինձ ոչ մի բան չասեցին։ Երևի Ալինան չի ուզում, որ դու իմանաս։ Լրիվ գժվել, հա։ Ես չիմանամ, բա ելով իմանա։ Հանոր։ Էլիս, մենք հենց հիմա պետք է հանդիպենք։ Ինչ է եղել։ Չեմ կարա հիմա։ Շատ կարևոր բան կա խոսելու։ Նոր ասում եմ չեմ կարա, որովհետև երեխեն տանն է ու տան ուրիշ մարդ չկա։ Արևին դու քո հետ վերցրած, շատ կարևոր բան կա խոսելու, չես հասկանում։ Նորո, Արևը փոքր երեխա չի։ Բա որ հասկանա ու Մագդային պատմի, ինչ եմ անելու։ Հաստատ ոչ մի բան չի ասի։ Նայի։ Գնա ասա, որ ուզում եք դուրս գաք ման գաք մի քիչ։ Ես պատահական կհայտնվում ձեր ճանապարհին։ Երեխեն հաստատ ոչ մի բան չի հասկանա, գլխի չի ընկնի։ Հիմա մի ստիպի ես քեզ հեքիաթներ սովորացնեմ պատմել։ Ինձանից էլ լավ ես հասկանում ինչ պետք է ասես։ Ասում պետք է հանդիպենք ու հենց հիմա։ Ես արդեն պետքա բարձրանամ։ Տեսար քեզ էլ ճանապարհեցի։ Իբր դրա համար ես եկել։ Չէ, ուզում էի խոսենք, բայց ոչ մի ձև չստացվեց։ Հիմա կարաս հանգիստ խոսես։ Արշակ, ես քեզ ասել էի Նորոյի մասին, որ այն օրը մեր տուն էր եկել։ Հա, հիշում եմ։ Դե մենք եկել ենք հանդիպել։ Ու ոնց հասկանում եմ, էլի եք հանդիպելու։ Դե հա, տենց է ստացվում։ Արշակ, ես ուզում եմ դու ամեն ինչի մասին իմանաս։ Ապրես։ Ու շատ ճիշտ ես անում։ Բայց լավ կլինի, որ մենք ծանոթանանք։ Դե որ ավելի հանգիստ լինեմ, իմանամ ում հետ ես ժամանակ անցկացնում։ Ո՞նց ես։ Լավ, դու։ Լավ եմ։ Իմ ընկերոջը պատահական նկատեցի, որոշեցի, որ պետք է անպայման մոտենամ ու հարցնեմ ոնց է։ Այսինքն իմ համար ես մոտեցել։ Հա, քո համար։ Ուրախ չես։ Շատ ուրախ եմ։ Գիտես, այն օրը քո մասին էինք տանը խոսում։ Իմ մասին։ Հա, Մագդան քո մասին շատ է խոսում։ Ինձ թվում է վերջում դու լինելու ես Մագդայի պրինցը։ Արև ջան, ուզում ես գնա խաղա, հա? Գնա խաղա, որտեղ շուտ ենք տուն գնալու։ Գնա։ Տես, որ մենակ ես չեմ զգացել։ Էլիզ, ես դրա համար չեմ եկել։ Ինձ ասա ճուտս ոնց է։ Լավ է։ Ինչի՞։ Ինչ ես խաբում։ Այսինքն։ Այսինքն գիշերը նորից չի վատացել երեխեն։ Նոր դե ջերմություն ունեցավ։
Տեղ եմ տվել քնել անհանգստանալու բան չկա։ Տատիկը լրիվ ուրիշ բան է ասում։ Ինչ է ասում տատիկը։ Ասում է, որ ճուտը սկսել է հաճախակի վատանալ։ Ու այդ ամեն ինչը ոչ կապ ունի հոգնածության հետ, ոչ էլ ուտելու։ Նորա դե տատի ինչ գիտես։ Խառնվել է իրար ուղակի։ Անընդհատ վատ բաներ է մտածում։ Չգիտեմ, Էլիս, ինձ այս ամեն ինչը դուր չի գալիս։ Ես սկսում եմ անհանգստանալ, պետք է անպայման տանենք հիվանդանոց ու ստուգումներ անցնի երեխան։ Հա, ես կտանեմ, կստուգեն հանգիստեղի ամեն ինչ նորմալ կլինի։ Չէ, իրար հետ ենք գնալու, իրար հետ ենք տանելու, այդ չի քննարկվում։ Հա, բայց ինչ պարտադիր է։ Էլիս։ Նորո, ես քեզ խոսք եմ տալիս, կտանեմ ու այն ինչ կասեն, կգամ քեզ կասեմ։ Ամեն ինչ նորմալ կլինի, մի անհանգստացի, բայց ես հիմա գնամ, որովհետև չեմ ուզում երեխան հասկանա, որ մտադրված հանդիպել ենք։ Արևին պիտի տուն տանեմ։ Ես հիմա գնում եմ տանը կխոսենք։ Չհասկացա։ Նոր։ Ճուտս ոնց ես։ Լավ եմ, ինձ ինչ ա եղել, որ։ Լավ երիքա դերասանություն անես։ Գիտես չգիտեմ, որ գիշերը նորից վատացել ես։ Հիմա ոնց ես։ Ընտիր։ Նայ, եթե լավ չես զգում քեզ, գամ կողքիդ լինեմ։ Մենակ ճիշտ ասա։ Նոր կլինի չխառնվես ու քո գործրինն ա, էլի։ Ես շատ լավ եմ, հոյակապ եմ։ Իզրել այսօր դասի չգնացի, անիմաստ բացակա եմ ստացել։ Իսկ ինչի այնց թվում, որ դու փորձում ես հիմա ինձ հանգստացնես։ Նոր կսպասես մի րոպե։ Նայ, գույնս տեղն ա, ջերմություն չունեմ։ Տեսնում ես, որ լավ եմ։ Էլ ինչ անեմ, որ հավատաս, Նոր կուզես պարեմ, թրվռամ։ Չէ, խելա, հավատում եմ։ Գիտեմ, որ չես խաբում։ Բայց այսօր փորձի առանց այդ հեռախոս ապրես, գոնե մի օր կլինի։ Ու փորձի մի քիչ նորմալ հաց ուտես, հանգստանաս։ Թե չէ արդեն սկսում եմ մտածել, որ հատուկ մեթոդ ես մտածել տաքությունդ բարձրացնելու համար, որ դասի չգնաս։ Դե կապի մեջ։ Նորմալ հաց կուտես, լավ։ Լավ։ Իրականում մի հատ գործ ա բացվել, թե չէ հենց հիմա կգայի քո կողքին կլինեի։ Հանգիստ քո գործերին էի, Նոր։
լսես ով էր։ Ես էլ քեզ էի ուզում զանգեի։ Լսի ինչ-որ տարօրինակ բան ա եղել։ Հաս չես հավատա, ես էլ եմ նույն վիճակում։ Բայց դու ասա ինչ ա եղել, հետո ես իմ կասեմ։ Ինչ-որ մեկը նամակ ա գրել ու երեկոյան 7-ին կանչել են սրճարան։ Հա։ Ոնց իմացար։ Որովհետև ինձ էլ ա եկել այդ նամակից։ Ես էլ քեզ դրա համար էի զանգել։ Տեսնես ով ա։ Ինչ ա ուզում մեզնից։ Չգիտեմ։ Պետքա գնանք հասկանանք։ Գժվել ես Էլիս։ Ինչ իմանանք ով ա, որ մի հատ էլ գնանք։ Լավ էլի հաս ինչ վախկոտն ես։ Սրճարան ա կանչել, վտանգավոր տեղ չի, ինչ պետք է անի։ Ես կմեռնեմ հետաքրքրությունից, եթե չգնանք։ Երևի մեր կուրսից է, որ երկուսիս էլ գիտի։ Դե երևի։ Երևի չէ, հաստատ հաս։ Անպայման պետքա գնանք։ Ժամը 5-ին այնտեղ կլինենք։ Էլիս, բայց խնդրում եմ նորոն չիմանա, հա։ Տեսակ չեմ ուզում, որ իմանա։ Չի իմանա հանգիստ տեղի։ Դու գնա պատրաստվի, որովհետև հազիվ էլ հասցնենք։ Էլիս, բայց դու ո՞նց ես գալու աշխատանքի, չես։ Դե աշխատանքի եմ, բայց Մագդան հեսա տուն ա գալու։ Կխնդրեմ շուտ դուրս կգամ։ Լավ։ Էլիս, բայց մի տեսակ վախենում եմ։ Վայ, հասո արի։ Փաստորեն սենց, հա։ Ես էլ ասում եմ, ես ինչ նամակ ա։ Տունտունիկ ենք խաղում, էլի, հա։ Այսինքն նորը։ Այսինքն են Էլիս, որ ես քեզ տանը բան ասեցի։ Բայց ոնց հասկանում եմ, չես հասկացել այդքան բանը։ Գիտեիք, որ ինձ զանգեիք ասեիք, հաստատ չէի գալու, որոշեցիք անծանոթ համարից նամակ գրեք։ Հաս, մենք այն օրը խոսեցինք։ Ես քեզ ամեն ինչ բացատրեցի։ Էլ ինչ ասեմ, էլ ոնց անեմ, որ հասկանաս։ Լավ, վերջը երբ եք դուք մեծանալու։ Երբ եք հասկանալու, որ չի կարելի սենց բաներ անել։ Լավա վերջում չեք գրել քեզ ծանոթ անծանոթից։ Ախպերես, ուզում էի գրել գալուց առաջ, բայց դե մտածեցի կարող է շատ ռոմանտիկ ստացվի։ Չեմ հավատում։ Հասճան։ Ինչ լավ ա եկել ես էդ։ Էլիս։ Բարի գալուստ։ Լավ, եկեք նստենք, սենց ոչ ենք մնալու ոտքի վրա։ Այս ինչ խորհրդավոր հայտնվեցիր, այ ախպեր։ Բայց դու տենց էլ քո անսպասելի հանդիպումներ կազմակերպելով վերջը տվեցիր, ոնց մտքովս չեն անցել, որ կարող ա դու ես։ Իսկ նորոն մեզ անիմաստ նեղացրած։ Ինչի։ Ուշադրություն մի դարձրա։ Բայց ասա, որ լավ եմ մտածել։ Թե չէ որ գայ, գրեի կամ զանգեի, ասեի բարև ձեզ, ես եկել եմ, այսքան չէի ուրախանա, չէ։ Ճիշտ է այդ։ Համել սենց ավելի հետաքրքիր է։ Եթե հաշվի չառնենք նորոյի մեղադրանքները, ավելի հետաքրքիր է։ Ինչ որ լարված մթնոլորտ կա, հա, ոնց որ։ Ասում ես, բա ոնց աղա, որ հետ եկար։ Ինչքան գիտեմ, միտք չունեիր հետ գալու։ Դե ես միշտ էլ ուզել եմ գալ։ Դու էլ հո լավ գիտես։
Ուղղակի ամենահարմար պահը հիմա էր։ Այսինքն մենակ դու ես եկել այդ։ Դե հա, մաման ու պապան արդեն հարմարվել են։ Ես էլ չկարողացա։ Ճիշտ է, համոզում եմ, որ ես էլ մնամ, բայց դե ես իմ մեկը։ Պարզ է։ Այս 2 տարվա մեջ այնքան բան ա փոխվել։ Չես պատկերացնի, բայց երբ որ ես ու դու առանձին մնանք, նոր քեզ ամեն ինչ կպատմեմ։ Ինչի՞։ Մենք խանգարում էինք։ Փաստորեն։ Ոնց տեսնում եմ, մեր այս քարյակը նույնն է մնացել, էլի նույն դժգոհ աղջիկները։ Ու նույն ինքնագոհ տղաները։ Էդ ոնց անցավ Դանիայում, լավ էր։ Հաստ է երկիր է էլի։ Որ ասեմ տենց լավ էր, չէ, բայց դե վատ էլ չէր։ Չէի մտածում, որ կգաս։ Կիսատ թողած գործ ունեի, պիտի գայի։ Ես ուրախ եմ շատ, որ հետ ես եկել այդ։ Դե ես գնամ արևին ասեմ։ Կգնանք միտեղ կնստենք, մի բան կուտենք, ման կգանք։ Այդո, եթե դու մտածում ես, որ ամեն ինչ սենց վերջացավ, չարաչար սխալվում ես։ Մենք ես 2 օրը պետք է անպայման կազմակերպենք, հանդիպենք ու մի բաժակ խմենք քո վերադարձի կենացի իմ աղբեր։ Լավ էլի նորո, դու էլ որ միանում ես չես անջատվում, հերիքա կենացես խմես։ Բա, ու գիտես, ես ում համար, դու ում համար։ Բա, ինձնից եք խոսում, ասեք տնամ ձեզնից ինչ կա։ Հերիք, չի իրար այդ ֆրֆրակ, չեք ուզում ամուսնանաք։ Մի հատ լավ քեֆ անենք։ Ինչ եղավ ժողովուրդ, կարող է ինչ-որ բան են չեմ ասե։ Հաս։ Մի բան ասեք։ Անցած անգամ էլ էր նկարը շրջած։ Ուղղեցի։ Հիմա նորից շրջած է։ Չէի նկատել։ Բայց ով պետք է անի։ Կարող է Էլիզնա։ Իմաստ է։ Կամ ինչի պետք է այդպես բան անի։ Ով է դրած նկարը շրջում։